Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Ներկայումս Պաշտպան հայրենյաց ծրագրով շուրջ 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության և այս հոսքը ավելացման միտում ունի, որի կապակցությամբ առաջարկվում է Պաշտպան հայրենյաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1,5 միլիոն, 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-ից 25 տարեկան զինծառայողների համար շարունակելու պայմանագրային զինվորական ծառայությունը, նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ։ Ընդ որում, առաջարկվող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինվորական ծառայությունը։ Հարգելի պատգամավորներ, օրենքի նախագիծը հավանություն է արժանացել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, խնդրում եմ ընդունել օրենքը առաջին ընթերցման։ Շնորհակալ եմ։